Բայց ես նաև ուզում եմ իմ դիտարկումները կիսել վերադառնալով դպրոցների թեմային կապված գույքի որակի գույքի օգտագործման որակի հետ եւ գիտեք ես շատ կարեւոր եմ համարում որ ինչ որ ասում եմ ինքը ճիշտ ընկալվի եւ չընկալվի որպես մեղադրանք, չընկալվի որպես տես նեգատիվ ինչ որ բան, այլ որպես մեր օրակարգի հարց, որը մենք պարտավոր ենք խոսել, հասցեագրել, լուծել։ Ես գիտեք որ մենք բոլոր նորակառույց դպրոցներում եւ հիմնանորոգվող, չնայած լաբորատորիաների հատվածում ոչ միայն հիմնանորոգվող, բայց ես կենտրոնանամ նորակառույց եւ հիմնանորոգված դպրոցներին, ապահովում են նոր գույքով։ Ես մասնավորապես ուզում եմ կենտրոնանամ մարզական գույք, լաբորատոր գույք, լաբորատորիաների քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն։ Եվ ես մտահոգություն ունեմ հետեւյալ հետ կապված, թե ինչքանով է այդ գույքը որակով օգտագործում, ինչքանով է դա նպաստում կրթական process-ի զարգացմանը։ Ես ասենք այնպիսի դեպքեր եմ ականատես լինում, ես էլ եմ ասում, խնդրում եմ, այդ որտեղ է տեսել եմ, խնդրում եմ նաև մեր հարգելի տնօրենները եւ ուսուցիչները դա չընկալեն, որովհետեւ ես հիմա որ ասեմ, բարձա չեմ ասելու ինչը որտեղ ա եղել, բայց իրանք իմանալու են ինչը որտեղ եմ տեսել, ես խնդրում եմ որ իրանք սա չընկալեն որպես մեղադրանք կամ չնեղվեն։ Ես ուղղակի ուզում եմ կիսվեմ եւ հրապարակային, որ ես հաջորդ տեղերը ես նույն բանը, ինչ եմ հրապարակային անում, որովհետեւ գիտեմ որ գնալու եմ նույն բանը շարունակաբար ամենտեղ տեսնելու։ Ես ձեզ օրինակ բերեմ, ես մտնում եմ դպրոց, նորակառույց դպրոց, գույքը բոլոր հնարավոր գույքերը դրած է։ Մտնում եմ մարզական դահլիճ, տեսնում եմ թենիս սեղանը դրած է բասկետբոլի վահանակի տակ։ Ասում եմ հարգելինս խեք ստեղ դրել։ Բա ոնց է, ասենք լավ, հələ հասկացա թենիս կխաղան երեխեք, բա բասկետբոլ ոնց են խաղալու։ Կամ մտնում ենք սպորտային դահլիճ, տեսնում ենք որ ենթադրենք բաներ կան, տարբեր նաև այդ թվում մեծ գույքեր կան։ Դրածա կենտրոնում, ասենք լավ, մի անգամ գնում ես, տեսնում ես դրածա, ասում ես երևի այդ դասնա, երկրորդ անգամ գնում ես, տենում այդ նույն տեղը դրածա, երրորդ անգամ ես գնում, տենում ես այդ նույն տեղը դրածա։ Լաբորատորիաների հետ կապված։ Ասենք ես մտնում եմ, մենք հիմա քիմիայի լաբորատորիաներում նաև բաներ ենք, խալաթներ են սպիտակ, սկզբից հա տեսնում եմ փաթեթների մեջ դրած, ասում եմ, բա ինչի է փաթեթի մեջ դրած, հետո հաջորդ տեղ դնում եմ, տեսնում եմ հանած է, բայց մեկ այլի փաթեթի մեջ այլի օգտագործված չի։ Այստեղ ես խնդիր եմ տեսնում եւ ես իրոք տպավոր, էլի սկզբում 1, 2, 3, 4, ես ասում եմ շատ լավ նոր է, բայց եթե մենք այստեղ մեխանիզմներ չունենանք վերահսկելու, մասնավորապես ես այսօր նախարարի հետ առավոտյան խոսեցի, մեզ մոտ գոյություն ունեն այդ թվում դասալսումների ինստիտուտներ եւ մենք մասնավորապես հիմա այնտեղ որտեղ հարցը սուր դրված է հատկապես այդ կրթական գույքի մասով մենք այսօրվանից սկսած շարունակաբար պատահականության սկզբունքով չեմ ասում բոլոր տեղերը, բայց պատահականության սկզբունքով հատկապես նորակառույց դպրոցներում պետք է դասալսումներ։ Մենք պետք է գնանք չնախատեսված մտնենք քիմիայի դասին։ Տեսնենք լաբորատոր գույքը օգտագործվում է թե չի։ Իհարկե ծրագրով մենք կտեսնենք նաև ինչ է այդ օրը, ինչ դաս է նախատեսված։ Ֆիզկուլտուրայի գույքը պատշաճ օգտագործվում է թե չի օգտագործվում։ Ֆիզիկայի լաբորատորիան, կենսաբանություն, աշխարհագրություն եւ այլն եւ այդպես շարունակ։ Որտեղ եւ պետքա տեսնեն, այնտեղ էլեկտրական սալիկներ կան, տարբեր, այսինքն գույք կա, որը շատ կարեւոր է եւ շատ այդ սալիկների վրա կարելի է սուրճ եփել, կարելի է դաս անել։ Ես չեմ բացառում, որ սուրճ էլ թող եփեմ, բայց դասը պարտադիր է։ Ես տպավորություն չունեմ։ Ու ընդ որում ես այս վերջերս միտեղ, որ ուրիշները չնեղվեն, ես մեր օրինակը բերեցի, ասի օրինակ մեր տանը եղել է բան տենց համոզված եմ առնվազն էլի մարդիկ կան հարաբերությունը, որոնց տանն էլ է տենց եղել։ Մեր տանը իմիջիալից միջև մի կա, Իջևանի տանը բան կա, սերվիս կա,
որ ես ծնված օրից հիշում եմ, բայց մենք ոչ մի անգամ չենք օգտագործել, այդ պահարանում դրած է միշտ։ Ես չգիտեմ, սա այս երևույթը որտեղից ոնց է։ Ես ուրիշ տեղել եմ տեսել, տենց աչքի տակով որ նայում եմ, տենում եմ ընդ որում ելնում է որ նույնից է ելնում եւ նույն տեղը դրած է ելնում տարբեր տներում։ Այս ընկալումը խնդիր է, սա մի հոգու մասին չի, սա մեր մասին է։ Հա այդ գույքը գիտենք որ այդ թվում ֆիզկուլտուրայի բան գերան են ասում, թե ինչ են ասում, կամ վերջը տարբեր մարզագույք կա, որը ասենք ենթադրենք լավ, կարա 50-60 կիլոգրամ քաշ ունենա։ Հա պետք է ամեն դասի համար բերել դնել, դասից հետո տանել դնել պահեստ։ Պահեստն էլ, ասենք պահեստը որն է, դահլիճներին կից խորշեր են, որ նախատեսված այդ գույքը դնելու համար։ Ես գիտեմ, որ լավ դե դրել ենք, մի բան որ միտեղ տնում ենք, մի 6 տարի էլ տեղից չենք շարժում, որովհետև հա դե հազիվ դրել ենք։ Չէ՞ պետք է դա էլ է կրթական process։ Դասը պետք է նախապատրաստվի, հա պետք է այդքան գույքը, ընդ որում այդքան շատ գույքը դրել ենք, ես հիմա այդ աշկով նայում եմ, մարդիկ կասեն, այսքան է պետք է հանենք դնենք, հա, պետք է հանենք դնենք, որովհետև կրթությունը է դա։ Ոնց որ ասենք դե դասագրքերը տվել ենք, հա, դրա համար էլ բան, տենց մեր ժամանակվանից այդ ավանդույթը կար, դասագրքերը ստանում ենք, սի դպրոց չէինք էլ տանում հետներս։ Ոնց որ ասենք դասագրքերը դե պայուսակից խի հանենք էլի, մեկը հետ ենք, չէ, դնելու։ Ինչի հանենք։ Սա համատարած, սա արդեն ոչ թե դեպք է, սա պրոբլեմ է եւ ստեղ ես ակնկալում եմ եւ տեսչական մարմինը, եւ նախարարությունը, եւ մարզպետարանները, եւ մարզպետարանների հանրակրթության բաժինները պետքա մենք համոզվենք, որ այդ գույքը տեղում է, ընդ որում տեղում դրանից էլ պետք չի վախենալ, պարզը ապակի կոլբա է, պարզը կկոտրվի էլ, թող կոտրվի, բայց ոչ թե հատուկ ջարդենք, այլ process-ի ընթացքում թող կոտրվի, դրան էլ ձև կա փաստաթղթավորելու եւ այլն, բայց սա չի լինի, ես արդեն ասենք 1-2 անգամ ասում եմ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ անգամ չեմ ասում, բայց դա ինձ համար ակնհայտ է։ Եվ ես հիմա հրապարակային եմ ասում, ընդգծելու համար, որ դա ակնհայտ պրոբլեմ է եւ այդ պրոբլեմը պետք է լուծվի։ Դա տեսչական մարմնի աշխատանքն է եւ նախարարության աշխատանքն է եւ մարզպետարանների աշխատանքն է, ել չեմ ասում մեր հարգելի տնօրենների եւ ուսուցիչների աշխատանքն է եւ այս խնդիրը պետք է լուծենք։ Համեցեք մամորդիրս։ Մեծարգո վարչապետ, ընդունվեց ձեր անձնարարականը, կկատարվի իհարկե այդ վերահսկողությունը, ես ասեմ, որ ի կատարումը ձեր նախորդ անձնարարականի մենք արդեն իսկ ԱՈԿ-ը աջակցություն ուսուցման կազմակերպանը ավելացրել ենք ֆինանսավորումը գրեթե 400% եւ առաջի անգամ արդեն 25 թվականին հենց կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա առարկաներով մենք վերահսկողություն ենք կարող իրականացնել, որի ընթացքում էլ նաեւ այդ սարքավորումների արդյոք ճիշտ են օգտագործում, արդյոք դրանք անվտանգ են, արդյոք ճիշտ են տեղադրված եւ մնացյալ այդ ոլորտին վերաբերելի հարցերի մասով մենք պատասխանները կունենանք եւ կփոխանցենք լիազոր մարմնին։ Բացի այդ, նաեւ մենք ներդրել ենք արդեն ռուբրիկներ, ձեր ասած ձևաչափով, որ ընթացիկ պատահականության սկզբունքով այդ թվում վերահսկողություն իրականացում են ուսումնական կենտրոններում եւ շոշափելի վերահսկողություն լինի, քանի որ մենք խաչաձև լսումներ ենք կարողանալու իրականացնենք եւ տեսուչները ու մասնագետները հնարավորություն են ունենալու նաեւ հենց այդ լաբորատոր սարքավորումներից օգտվելու կարողությունները տեսնեն այս արդյոք այդ երեխաները տիրապետում են այդ լաբորատոր սարքերից օգտվելուց։ Այդ մասով նաեւ համակարգչային տեխնիկայից, նաեւ սպորտ գույքից եւ ընդհանուր լաբորատոր սարքավորումներից։ Շնորհակալություն։ Այստեղ ես ներողություն եմ խնդրում, չեմ ուզում, որ էլի եմ ասում, տես նեգատիվի բան տպավորություն թողնի, բայց ես պետք է հրապարակային ասեմ, որովհետև որ չասեմ, ես չեմ պատկերացնում, ես չեմ կարող անընդհատ այս նույն թեմաների մասին խոսալ։ Ես գիտեմ, որ մենք դպրոցներին տալիս ենք նորակառույց դպրոցներում մասնավորապես էլեկտրոնային դաշնամուր, որը գիտեք, որ բաներ կան, դահլիճներ կան, բեմ կա եւ այլն եւ այլն։ Ես վերջինս մտել եմ մի դպրոց, նայում եմ դաշնամուր չկա։ Ասում եմ դաշնամուր չեք ստացել, ասում եմ ստացել ենք, ասում եմ բա ուրա։ Ասում եմ բանալին հրբերեք, այդ բանի դահլիճին կից կա պահեստ։ Այդ պահեստում դրած է։
Հարգելիներս, դա երեխեքի համար երեխեքի։ Դա այն մեր տան սպասքի պես մի տարեք դրեք պահարանը ու դուռը փակեք, որ թեկուս 50 տարի հետո էլ վարչապետ գա տեղ ասեն դաշնամուրն ուր ասեք հեսա ձեր տված չի։ Այդ դաշնամուրը դրած է, որ երեխեքը նվագեն։ Թող երեխեքը նվագեն, փչացնեն, թող տան ջարդեն, մի պահեք պահեստում։ Դրեք բեմերի վրա բոլոր տեղերը, մարզպետներին եմ ասում, նախարարությանը բոլոր տեղերը դաշնամուրները ստացված են, դաշնամուրները պետքա լինեն բեմի վրա կամ հասանելի տեղ, դահլիճում պետքա լինեն, որ երեխեքը նվագեն այդ դաշնամուրի, երեխեք իհարկե ասի ջարդեք, բայց չջարդեք, այդ տենց բան էր, տենց պատկերավոր նկարագրություն էր, որտեվ դա արվում է, որպես երեխեք ստեղծագործելու հնարավորություն ունենան, դպրոցում երկար մնալու մոտիվացիա ունենան եւ այլն եւ այդպես շարունակ։ Էլի ասում եմ, ցնցուղները դպրոցի թող օգտագործեն։ Ես էլի տնօրենի հետ իմ խոսակցությունն եմ հիշում։ Մտնում եմ բանը, ցնցուղ։ Նայում եմ օգտագործած չի, ասում եմ չեք օգտագործել ոչ մի անգամ, ասում հա չենք օգտագործել։ Ասում եմ քանի երեխա կլինի դպրոցում, ասենք հիմա բան չի, էտել քանի երեխա կլինի դպրոցում, կլինի 5 երեխա, 10 երեխա, ում տանը ցնցուղ չկա, կլինի ձեր դպրոցում, հնարավոր է տենց բան, ասում են հա, ասում են թող տուն գնալուց առաջ գան ցնցուղ ընդունեն, նոր գնան, ինչ կլինի, վատ կլինի, խնդիր կլինի, ինչի համար ենք ամեն ինչը տենց պահում, փակում եւ այլն, այսինքն առնվազն կառավարությունը փող է ծախսել դրա համար, որ այդ երեխեքը օգտվեն նրա համար չի, որ գանք նկարվենք, PR անենք, ասենք, տեսեք, ցնցուղ ենք բան արել։ Չնայած PR-ն էլ իր տեղն ունի, հարցը դա չի, բայց օքեյ, PR-ը կարա լինի մի անգամ, երկու անգամ, 3 անգամ, բայց մնացած տարվա մնացած 363 կամ 2 օրը այդ դպրոցը պետք է աշխատի։ Եվ սա խնդիր է, որը մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք։ Էլի սկսել ենք դպրոցի պատերի վրա ինչ ասես կպցնել։ Այդ խնդիրն էլ լուծված չի։ Էլի կամած տենում ենք, որ այսինքն սա հարցերը պետք է լուծվեն եւ խնդրում եմ լուրջ վերաբերվեք սրան։ Պետք է նախարարությունն է, տեսչական մարմինն էլ, մարզպետարաններն էլ լուրջ վերաբերվեն սրան, որովհետև այնտեղ ձևակերպվում է մեր երկրի ընդհանրապես ամբողջ բովանդակությունը եւ մենք պետք է ուշադիր լինենք այդ հարցերի նկատմամբ։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Միանշանակ հանձնարարականները թե կապված դասալսումների եւ առհասարակ մշտադիտարկման գործառույթի ուժեղացման հետ կապված անպայման կապահովենք նաեւ այդ դպրոցների պատերի բովանդակության մասով։ Ես ուղղակի կուզեի նշել, որ մենք նաեւ փորձում ենք մակրո դիտարկման միջոցով նայել դպրոցների ակտիվությունը, տարբեր հանրապետական նշանակության միջոցառումներ եւ դրանով եւս չափել ինչքանով է տրամադրված գույքը օգտագործվում։ Ասենք մասնավորապես, եթե մի դպրոցի, որտեղ մարզադահլիճը վերանորոգվել է եւ գույքով ամբողջովին նոր համալրվել եւ այնտեղից դիցուկ վարչապետի գավաթի, ասենք բասկետբոլի գավաթին չեն մասնակցում, անգամ համայնքային փուլին, դա ինքնին ցուցիչ է, որ մի բան այն չի եւ մենք դա հաշվի ենք առնում նաեւ տնօրենների ատեստավորման ժամանակ կամ եթե լաբորատոր սարքավորներ ունեն, բայց գիտության փառատոնին կամ որևէ այլ, ասենք 9-րդ դասանի ավարտական քննությունների ժամանակ դիցուկ նախագծային աշխատանք չեն ներկայացնում այդ դպրոցից կամ քիչ երեխեք կամ ոչ մեկ, դա արդեն ցուցիչ է, որ այդ լաբորատոր բաները չեն օգտագործվում ըստ պատշաճի եւ նաեւ դա մենք հաշվի ենք առնում դպրոցներին մեր գնահատականի, այդ թվում տնօրենների ատեստավորման ժամանակ ուզեի սա ընդգծել։ Շատ լավ։ Ես ուզում եմ մեր մոտիվացիան այն չի, որ մենք դիտողություն անենք, նկատողություն անենք, պրետենզիա ներկայացնենք, մենք ասում ենք եկեք այդ նույն վարչապետի գավաթի մասին խոսեցիք, հիմա մենք գնում ենք այնտեղ եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչներ կան, որ անդադ այնտեղ են։ Անդադ պատվանդանն են, ինչը շատ լավ, ես շատ ուրախ եմ,
որ կան նաև նման, բայց մյուս կողմից էլ ասում ես մի րոպե, բայց այս մի կողմից լավ է, նշանակում է այդ ուսուցիչները շատ լավ ջանասեր, կենտրոնացած, նվիրված աշխատում են, բայց մյուս կողմից երբ որ տեսնում ես հանրապետությունում 10 ֆիզկուլտուրայի ուսուցիչ կա, որ բոլոր վարչապետի գավաթները կիսում են իրար հետ, ինչը շատ լավ է, նախ իմ գնահատանքը եւ խոնարհում է այդ մարդկանց, որ իրանց աշխատանքի վրա այդքան կենտրոնացած են, բայց հարցա ծագում, բայց մի րոպե, այս ինչ որ խնդրի մասին է խոսում։ Եվ այստեղ էլ մենք խնդիր ունենք եւ այս խնդրի վրա պետք է ուշադրություն հրավիրենք։ Համեցեք Մասինյանյան, ինչի կասում։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, այս նույն տրամաբանության մեջ գույքի մասն ենք խոսում, բայց նաեւ պետությունը այսքան գումարներ է ծախսում վերանորոգում սպորտային սրահները եւ որոշ դպրոցներ դաշտեր ունեն, նաեւ դպրոցից հետո մեր երեխաները եւ ոչ միայն իրենց ծնողներն էլ հաշվի առնելով մանավանդ քաղաքի տարածքի սակավությունը, այդ դպրոցի դաշտերը եւ սրահները հանրության համար իհարկե ոչ լրիվ կարգավորված ընթացակարգերով, բայց բաց պահել, որպեսզի մարդիկ կարողանան դասերից հետո ակտիվ սպորտով զբաղվել, թե չէ մասսայական սպորտի զարգացման եւ առողջ ապրելակերպի, կենսակերպի մասին դժվար է խոսել, երբ որ մարդիկ պարզապես դրա ֆիզիկական լոգիստիկ հնարավորությունը չունեն։ Այդ խնդիրն էլ է դրված մեր դպրոցների առաջ եւ ընդ որում ես ուզում եմ դա էլ ասեմ, որ որոշ տնօրենների օբյեկտիվ մտահոգությունը մասնավորապես ձեր ասացի վերաբերյալ, ձեր ասացի մասով, որ գույք հարակ կմաշվի, դա էլ եմ ես հասկանում, բայց մենք հիմա ունենք պայմանավորվածություն, որ սա մեկ անգամյա գործողություն չի։ Մենք հիմա պետք է ստանդարտ ենք սահմանում, թե դպրոցը այս լաբորատորիան ինչքան ժամանակ պետք է օգտագործի, դաշտը ինչքան ժամանակ պետք է մնա առանց նորոգման։ Այսինքն սա նեն չի, ես հասկանում եմ, որ նախկինում ավանդույթն եղել այն, որ ֆուտբոլի դաշտը եղավ, վերջ գնաց, դա առաջիկա հարյուրամյակների համար է։ Մենք դեն չենք վերաբերվում, մենք մեր բյուջետային եւ կառավարման process-ները պետք է կազմակերպենք այնպես, որ ստանդարտ ունենանք, որ ինչ որ ժամանակ, ես չգիտեմ, այդ մասնագիտական վերլուծությունն է, որը հիմա արվում է, ինչ որ մի ժամանակ հետո դաշտը պետք է նորոգվի, ինչ որ մի ժամանակ հետո լաբորատոր գույքը պետք է թարմացվի, չգիտեմ, նստարանը, գնդակը, թենիսի սեղանը եւ այլն, եւ այդպես շարունակ, եւ այո, ուրիշ խնդիր կա, կան մենք հիմա բողոքներ ենք ստանում, որ դպրոցները ուրիշներին վարձակալության չեն տալիս տարածքները տարբեր նպատակներով։ Դա էլ է խնդիր, որին մենք անպայման պետք է անդրադառնանք, բայց դա հարց է, որին մենք ընդհանրապես իհարկե կանդրադառնանք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։